մենք գործ ունենք այսպես մի երևույթի հետ, որը քայքայում է երկիրը եւ դա ոչ միայն այս օրինագծին է եւ այս որոշմանն է վերաբերում, այլ ընդհանրապես Հայաստանը այսպես չլուծված խնդիրների մի գծիկ է դարձել եւ դրան զուգահեռ արհեստական խնդիրներ են բարձրացվում եւ արհեստական լուծումներ են փորձում տալ դրան հետ զուգահեռ այն մյուս խնդիրները շատ ավելի խորանում են մենք իհարկե ունենք բաց կառավարման համակարգում եւ ունենք բաց հենց այդ ոլորտի կառավարման ասպարեզում բայց լուծումը լրիվ այլ ճանապարհ է պահանջում ես նկատի ունեմ այն որ մարզպետները նշանակվում են իսկ համայնքապետերը ընտրվում են եւ այդ դեպքում ընտրված համայնքապետը գյուղապետը կամ քաղաքապետը չի կարող ենթարկվի նշանակովի մարզպետին եւ կառավարման համակարգը չի գործում մենք ապագործառության հետ գործ ունենք բայց մեզ հայտնի է նաեւ պատճառները թե ինչու են այդ երևույթը արկա մեր իրականության մեջ, որովհետև ի սկզբանե մեր բոլոր բարեփոխումները հարմարեցվել են իշխող կուսակցության վերարտադրվելու նպատակին եւ շահերին եւ ոչ թե Հայաստանի զարգացմանը։ Եթե մարզպետները լինեն օրինակ ընտրովի, իսկ համայնքապետերը նշանակովի ընտրված մարզպետի կողմից այդ դեպքում հնարավոր է եւ համակարգը եւ կառավարումը լինի ավելի օպտիմալ, ավելի արդյունավետ։ Ընդհանրապես լավ կառավարումը, որքան ես տեղյակ եմ եւ պատկերացնում եմ, դա փոքր օղակից եւ որքան փոքր լինի այդ օղակը, որքան մոտ լինի բնակչին, ժողովրդին եւ այնուհետեւ մեծանա հասնելով օրինակ բարձր մակարդակին, այնքան այդ ուղղաձիգ կառավարումը կլինի ավելի արդյունավետ։ Այսինքն հստակ տրամաբանական եղանակները կան, ինչու ճիշտ լուծումը թողած ավելի խճճում են եւ ավելի արատավոր են դարձնում այդ ասպարեզը։ Ես նաեւ ուզում եմ մի բան այսպես հենց կառավարությանը դիմեմ, որտեղ սա ամեն դեպքում կառավարության որոշումն է, դեռ թողենք, որ իհարկե հնարավոր է օտարերկրյա կազմակերպություններ կամ օտար շահեր ուզում են, որ Հայաստանը քայքայվի, բայց մենք ինչ ենք ուզում, այստեղ խնդիրը մենք ենք, մեր կառավարությունն է։ Նաև վարչապետին, որը իր հիմնական կրթությամբ մաթեմատիկոս է, նա շատ լավ գիտի ինչպես են լուծվում խնդիրները։ Նա խնդիրը պետք է ճիշտ ձևակերպվի, այդ խնդիրը պետք է հասկանալ, այսինքն մենք ինչ խնդիրներ ունենք մեր գյուղերի հետ կապված գյուղեր, որոնք մեր արյունատար անոթներն են, եթե մենք այսպես գյուղ առ գյուղ փակելով գնանք, վերջում Աստված մի արասցե Հայաստանի դուռն ենք փակելու։ Ինչ խնդիրներ ունենք մենք, իրական խնդիրը, մինչև մենք իրական խնդիրը չհասկանանք, մենք դրան իրական լուծում տալ չենք կարող։ Եվ այս մի տեսակ բան է ստեղծվում, մոլորություն է ստեղծվում, այսպես պղտոր ջրում սկսում են ձուկ որսալ։ Այդ հիմնավորումը, որը ներկայացված է, բոլորովին համոզիչ չի, ընդհանրապես այդ հարցն էլ կա մեր օրենսդրության մեջ, բոլոր այդ որոշումները, օրենքները, որոնք ներկայացում են, առաջինը, որ պետք է հիմնավորումը բոլորիս համար լինի համոզիչ։ Դա համոզիչ չի, սկզբում արդեն սխալ է, արդեն ընթացքը բնականաբար սխալ է։ Կարծում եմ Եթե մեր նպատակը Հայաստանը ոչ թե 4 միլիոն, այլ իմ կարծիքով 5 միլիոն, 6 միլիոն, 7 միլիոն, դա մեր համար առաջին նպատակը պետք է լինի։ Եվ այդ նպատակը պետք է լինի ոչ թե այսպես բանավոր խոսքով, կենացնելի ձևով, այլ պետք է լինի մեր մտքի եւ հոգու մեջ եւ բոլորիս մեջ։ Այդ ժամանակ այսպիսի մենք ժամանակ չենք կորցնի այսպիսի քննարկումների համար, որովհետեւ սա իրականում ժամավաճառություն է։ Մի հատ արհեստական խնդիր է նետվում, շատ վտանգավոր, եւ որքան ժամանակ այո, եւ որքան ժամանակ ու իրականությունն է իրականացնում։ Դրսից շատ բան կարող է նետվել։ Ես ուզում աղբյուրը մատնանշեմ, որ նաեւ այդպես ասած թասիբի ինքնեն հասկանան, թե ինչի պիտի իրենց դրսից թելադրեն ինչ անել ներսում։ Մի քիչ փող են տալու դրա համար։ Այդ մի քիչ փողը ես աղբյուրները արդեն ասեցի որտեղից կարելի է։ Էլ չեմ ասում ստվերային տնտեսության մասին, որ ահռելի զանգված է։ Եվ շատ լավ գիտեմ որտեղ։ Հայաստանում փողի խնդիր չկա, Հայաստանում կա բարոյականության եւ ազնիվ նպատակների։